մեր հին ավանդույթ մշակույթի լեզուն հոգևորը վերացրեցին, մեր հին արմենական ժառանգությունը ոչնչացրեցին, այս Գանդոնը ոնց էր ասում, հայերն ունեն, մի հատ հավաբուն, գառնու տաճար, ու ռագատկի քարեր, աստղադիտարը, մոռացել եք, ու դուք ղախպեք, այս գյոթին ասում եք իշխանություն, հարց եմ տալիս, ով ասում, հայերն ունեն, այսինքն ինքը հայ չի, չէ, ինքը տակում չունի, չէ, բա ոնց կարող է թուրքին, լսում եք է, թուրքին գիտակից մարդը արմենական ծագում ունեցող անձը ասի իշխանություն, հարց եմ տալիս, հա? Հարց եմ տալիս, էլ ուզում եմ հասկանամ, էլի ես իրոք ուզում եմ հասկանամ, որ գիտակից մարդը թուրքի շինված բոզի տղուն, ով որ ասում է հայերն ունեն, մի հատ հավաբուն, գառնու տաճար, մի հատ էլ աստղադիտարան, ռագատկի քարեր, հարց եմ տալիս, հա? Մի րոպե վայ դիժվածքներ մի րոպե հեսա կտա հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, գառնու տաճարը, հա, մեկ էլ քարահունջ, աստղադիտարանը, Նիկոլ Փաշօղլի, 1999 թվական, այսինքն տեսեք, խերժոնել, ռաուֆնել, քորնել, ածը կոչվածնել, խորոշի տղոքյոքյոն, լսում եք արա, դա ոռներն են, սահմանադրականներն են, դաշտաններն են, հանրապետականներն են, դոդիկներն են, լֆոներն են, լֆոն հիշում եք, են զոնտիկը պահած, Ավինյանի վրեն, որ անձրև չկաթա, հիշում եք, չէ, զոնտիկ էր պահում, պիդրի գլխին զոնտիկ պահողը ով է, ինչ է, նույն պիդրը չի, հիշում եք, չէ, լֆոն էլ ասում է, Փաշօղլին մեր աղբերն է, մոռացել եք, հարց եմ տալի, այլո, բա դոդիկը հիշում եք, ասում է, արա Փաշօղլու դուխու վրա ով է կասկածում, արա մեր աղբերն է, արա, լսում եք, հիմա, հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, հայերն ունեն, եթե ասում է հայերն ունեն, ուրեմն ինքը հայ չի, ճիշտ է, եթե ինքը հայ չի, որովհետև եթե դու հայ ես, պիտի մենք արմեններ ենք, հիմա ասում է հայ է, եթե ինքը ասում է հայերն ունեն, ուրեմն ինքը հայ չի, ճիշտ է, ինքը ընդունում է, որ հայ չի, բա լավ, հիմա սենց հարց տամ դրվել են, բա որ ինքը հայ չի, այս Գանդոնին ոնց նշանակեցին որպես ողջապետ, հարց եմ տալիս, բա ածն, բա դատախազությունը, բա մուսռնոցը, բա քրչականը, բա մնացած կուսակցական պորտ, հիշում եք չեն, Ամերիկաներում են քրիստինե կոչված պորնոհիները հայն, լեսբուհիա, ես ինչուհիա, ես պորնոն, հա, Բելգիաներում, Ֆրանսիաներում, Ռուսաստաններում, մոռացել եք արա, հա,
ծափեիք տալի, փողեիք հավաքում, ես պիդրին ուղարկում, ես պորնոյի ագարկակնոջ փաչիկի արանքը լցում, բելգյաների խարոշիներ հալա, բա, գիտեք ինչքան փող էին հավաքում, բա, խանութ մանութ ունեին, խանութչիկները հավքում էին, բերում էին ես որից շինվող գյոթին, ազգին ցեղասպանողին, մանկապիղծին փող էին տալի, հարցը առաջանում։ Բա դրանք ով են։ Են բաները, են Ռուսաստանի քաղաքակետները Փաշողլի մաշողլի են երկում, օնտակոյ, բերում էին, ընդունում էին որպես որչապետ։ Արա այդ Սորոսի գրասենյակից, Սորոսի ֆինանսավորվող 95 թվականից Սորոսի գրասենյակը Գարեգին Չուքազյանի տնօրինությամբ գործում էր Հայաստանում։ Ժիրիկ Սիֆիլիստիկյանների, Ռաուֆ Սեիդօղլիների, Խերժոների, իդեպ էլ ասել, այդ սորոսական գումարներից ֆինանսավորվել է նաև դաշտանները, մոռացել էի։ Նրանք քամակից լավ շինվում են, գիտեք, դրանց կլուբի իշխանիկները, Արմենչիկ Ռոստոմյանները, չգիտեի, ոնց թե չգիտեք, հարա, հա? Ռաուֆները, Խերժոները, հստակ նույն կլուբի անդամներն են, չգիտեիք դու, լավ էլի։ Տեսեք, դատախազություն ԱԱՑ-ը բոլորը իմացել են, այս պորնոյի գրածը, 99 թվականի գրածը։ Ու այս պորնոները Թուրքի որն են պահում։ Որն են պահում։ Ով նշանակ է Խերժոն։ Այդ ոնց եղավ Խերժոն, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար է, ու դրուկ 7 տարի սռոկը վրեն, բերումա տարուկես նստստումա, բերումա նշանակումա ազգային ախորի դեպուտանկա։ Եթե իրար հետ չեք շինվում, պիդրներ։ Եթե Ռաուֆի հետ իրար հետ չեք շինվում, այս պիդրին ոնց եք դուք բերում նշանակում, արա, հա? Հարց եմ տալիս, այդ պորնոներ։ Կամ այս պորնոների շահերը պաշտպանողներ։ Գնացեք, ասենք շատերը արդեն բանում ես, արտասահմաններում ազգանունները փոխել են, դարձել են ջհուդական, թուրքական ազգանուններով պորնոներ։ Ու բնականաբար մարդ որ իր էությունը փոխում, ուրեմն ինքը այդ էության տերը չի եղել, կարող է չի եղել, ճիշտ է։ Որովհետև եթե ինքը իր հորից ժառանգություն է ստացել, առյուծը ոնց կարող է պատահի, տեսեք հասարակ պարզ օրինակով, առյուծը պատկերացնում եք, մի հատ կապիկի ծնված առյուծը, հա, իր դիմագիծը փոխի դառնա կապի, կամ շակալ, կամ ոչխար, հասկանում եք էս ինչը, կամ սիրամար, կամ ագրավ, կամ հավ, կամ ողջան, հասկանում եք էս ինչը, առյուծը մնում է առյուծ, առյուծին են ասում առյուծ,